Խաշլամայի անվանումը ծագել է հայերեն խաշել բառից, որը նշանակում է եփել, շոգ է խաշել։ Խաշլաման ծիսական կերակուր է։ Այն պատրաստել են նավասարդի ժամանակ, արամաստ Աստծո պատվին։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք խաշլամա, բայց ոչ այն խաշլաման, որը դուք գիտեք։ Անելու ենք իմպրովիզացիա։ Եթե կհավանեք, անպայման գրեք մեր էջին եւ կասեք ձեր կարծիքը։ Սկսում ենք սոխերացից։ Վերցնում ենք մեծ կաթսան։ Մի քանի կաթիլ ձիթայու ենք լցնում եւ գործի ենք դնում տախտակը։ Կվերցնեմ 4 գլուխ սոխ, սրանք կտրատում ենք կիսա օղակների։ Երկու գլուխ սոխը տապակում ենք։ Հիմա մյուս երկուսը ավելի ուշ կմշակենք եւ ջերմային մշակման կենթարկենք։ Անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության սոդայով աղով եւ շաքարավազով այս կերպ համեմելիս սոխը հալվում է եւ այն կվերածվի սոուսի։ Այսինքն սոխը կապահովի մեր սոուսի այն հիմնական համը։ Ահա, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ սոխը հալվում է եւ վերածվում է սոուսի։ Հենց այս պահին մշակում ենք տավարի դոշը։ Կտրատում ենք հարմար չափերի, վերցրել եմ 1.5 կիլոգրամ տավարի դոշ։ Կտրատում ենք հարմար չափերի։ Սա լցնում ենք կաթսայի մեջ, դանակը եւ տախտակը անմիջապես փոխում ենք։ Եվ տակնու վրա անելով եփում ենք այնքան, մինչև մսակտորները կարմրեն։ Միսը կարմրացնելուց հետո վրան ավելացնում ենք գարեջուր։ (250 մլ) Թողնում ենք մոտ 20 վայրկյան մինչև ալկոհոլը գոլոշանա, որից հետո կծածկենք կափարիչով, կթողնենք մարմանդ կրակի վրա մի փոքր եփվի։ Անցնենք առաջ, իսկ ավելի շուտ վերադառնանք գլուխ սոխին։ Կտրատում ենք նույնպես կիսա օղակների։
կափարիչը դնենք արդեն։ Եվ շարունակենք մեր գործը։ Ես մոռացել էի, կա գործողություն, որը պետք է ավելի շուտ անել։ Վերցրել եմ 50 գրամ լոլիկի ճիր։ Դրան լցնում ենք տաք եռացրած ջուր։ Թող փափկի։ Հիմա շարունակենք կտրատել սոխը, որից հետո կտեղափոխենք այս գեղեցիկ ամանի մեջ։ Սա լցնում ենք թասի մեջ։ Համեմում ենք սոխը Մարանիկ ընկերության ծովի աղով, 4 պղպեղով և ցիտրոնով։ Եվ 4 պղպեղով։ Կավելացնեմ նաև մի փոքր շաքարավազ։ Թեթևակի տրորում ենք, հյուսի չվերածեք։ Երբ սոխը տրորում ենք, հյութը դուրս է գցում և իր մեջ է առնում այն համեմունքը, որը հենց նոր լցրեցինք։ Կհամեմեմ սոխը նաև կես լայմի հյութով։ Կես լայմի հյութը լցնելուց հետո ևս մեկ անգամ տրորում ենք թեթևակի և հանգիստ թողնում սոխը, դու ազատ ես։ Քամում ենք լոլիկի ջուրը, այն արդեն բավականաչափ փափկել է և կտրատում ենք ձողիկների։ Մկրատով ավելի հեշտ է։ Կարելի է իհարկե դանակով, բայց մկրատով ավելի հեշտ է։ Ինչ եք կարծում։ Հրաշալի բույր ունի, հրաշալի։ Մոգական է ուղղակի։ Կարծում այս կերակրին սրություն է պակասում, կծվություն կարելի ասել։ Մեկ կծու ծիծակ կտրատում ենք շեղակի և ավելացնում ենք։ Պտղակոթը մեզ պետք չէ։ Այսպես հավասար լցնում ենք։ Մնացած բաղադրիչները շերտ այսպես դասավորում ենք։ Մյուս բաղադրիչը դա գազարն է, 2 գազար, միջին չափի։ Սրանք է կտրատենք շեղակի։ Գազարը թեթևակի քաղցրություն կհաղորդի մեր կերակրին։ Եվ
Մյուս բաղադրիչը քաղցր պղպեղն է։ Կվերցնեմ 3 կանաչ պղպեղ։ Հեռացնում ենք սրանց պտղակոթերը եւ սերմերը, այսպես։ Ուզում եմ պղպեղները օղակների կտրատեմ։ Այն բաղադրիչները, որոնք ավելի շուտ են եփվում, կլինեն վերևի շերտում։ Այնպես որ պղպեղը կարծում եմ շուտ է։ Պղպեղից առաջ կառաջարկեմ կարտոֆիլ։ Ընթացքում միտքս փոխվեց։ Կվերցնեմ 3 միջին չափի կարտոֆիլ։ Կտրատում ենք այն տափողակների։ Ոչ շատ բարակ։ Փաստորեն 4 կարտոֆիլ ավելի լավ է։ 4 միջին չափի կարտոֆիլ։ Շարում ենք այսպես շերտով։ Այժմ քաղցր պղպեղը վրայից։ Հերթը հասավ իմ սիրելի բաղադրիչին։ Դա լոլիկն է։ Բայց հարկավոր է այն կեղևահան անել։ Վերցնում ենք 2 ապակյա թաս, մեկի մեջ լցնում ենք եռացրած ջուր, մյուսի մեջ սառը ջուր։ Որից հետո հեռացնում ենք լոլիկների 2 մեծ լոլիկ եմ վերցնում։ Լոլիկների պտղա կոթերը։ Ետնամասում խաչաձև կտրվածք ենք անում։ Եվ գցում ենք եռացրած ջրի մեջ։ Նոտը 2 րոպե եռացրած ջրի մեջ թողնելուց հետո կկլպենք։ Դու այլևս պետք չես։ Իսկ դու վերադարձիր։ Մի փոքր թողում նա սառը ջրի մեջ, իսկ մենք անցնենք մյուս բաղադրիչին։ Դա սալորաչիրն է։ 6 հատիկ սալորաչիր։ Կտրում ենք մկրատով եւ լցնում պղպեղների վրա։ Այն յուրահատուկ թթվաշություն կհաղորդի մեր կերակրին։
Արդեն գոհ եմ։ Դու ազատ ես։ Վերադարձնենք իդ տախտակը։ Մեծ է, փոքրը մեզ պետք չի։ Եվ կլպում ենք լոլիկը։ Այ, այսպես։ Կլպելուց հետո կտրատում ենք շերտերի։ Մեզ մի փոքր եռացրած ջուր է պետք։ Միացնենք թեյնիկը։ Շարում ենք լոլիկի շերտերը։ Լցնում ենք մարինացված սոխը, հավասար այսպես տարածում ենք իր մարինադով։ Սա յուրահատուկ համ է հաղորդելու մեր կերակրին։ Համեմում ենք չորացրած կանաչիներով, Մառանեկ ընկերության խառը կանաչիով, այսպես առատ։ Չորացրած ուրցով, այն յուրահատուկ համ կտա։ Եվ վերջում վրան դնում ենք խառը կանաչի, այդպես ասած, որի մեջ կա նանա, ռեհան, սամիտ, մաղադանոս, համեմ, այսպես փնջով փռում ենք վրան։ Եփվելուց հետո կհանենք։ Վրան կլցնենք 1 բաժակ եռացրած ջուր։ Օ, աղ։ Աղը կարծում եմ քիչ է։ Մառանիկ ընկերության ծովի աղ ենք անում։ Լցնում ենք 1 բաժակ ջուրը։ Իդեպ այս կերակրի սոուսը շատ համեղ է, շատ։ Ծածկում ենք կափարիչով, մարմանդ կրակի վրա, եփում ենք եւս 30 րոպե, որից հետո կարելի է ըմբոշխ խմել։ Կգրեք անպայման հավանեցիք այս կերակրատեսակը թե ոչ։ Խաշլաման։ Կացայի մեջ ցիթայող տաքացնել, կտրատած գլուխ սող տապակել, համեմել սոդայով, աղով, շաքարավազով, տավարի կրծքամիսը կտրատել, եփել այնքան, մինչև մսակտորները կարմրեն, ավելացնել գարեջուր, մարմանդ կրակի վրա եփել, թասի մեջ լցնել կիսալուսնաձև կտրատած գլուխ սող, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, չորացրած ցիտրոնով, շաքարավազով, տրորել, ավելացնել լայմի հյութ, էլի տրորել, մի կողմ դնել, լոլիկի չիրը թրջել, քամել, ձողիկաձև կտրատել, լցնել կացայի մեջ, ավելացնել նաև շեղակի կտրատած կծու պղպեղ, գազար, տափողակների կտրատած կարտոֆիլ, օղակաձև կտրատած քաղցր պղպեղ, լոլիկի պտղակոթը հեռացնել, հետնամասում խաչաձև կտրված քանել, գցել եռացրած ջրի մեջ, մոտ 2 րոպեից տեղափոխել սառը ջրի մեջ, քիչ անց կլպել, կացայի մեջ ավելացնել կտրատած սալորաչիր, տափողակների կտրատած լոլիկը, մարինացված սոխը մարինադի հետ, համեմել չորացրած խառը կանաչիով, ուրցով, ավելացնել թարմ խառը կանաչին, համեմել ծովի աղով, լցնել եռացրած ջուր, մարմանդ կրակի վրա եփել 30 րոպե, խառը կանաչին հանել, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ձուկ, պատիճավոր լոբի, կիտրոն, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։